Օրվա հետ կապված նախձերուներ ձեւ։ Գիտեք, ուղերձ ես կապեմ միգուցե վերջի այս մի քանի տարվա հետ փաստորեն կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ եւ այս իշխանությունը այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի process է վերածել։ Անընդհատ շարունակաբար ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում։ Անընդհատ ինչ որ բան զիջել, բան տալ, բանից հրաժարվել, ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր եւ մաշեցնող։ Եվ միգուցե նաեւ այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատերի մոտ։ Պարոն Քոչարյան, երեկ Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովում ճեպասուրիստերի ժամանակ ցեղասպանությանն եմ անդրադառնում։ Ասեց մոտիկ չգաք ցեղասպանության թեմային ու չփորձեք դիվիդենտներ շահել։ Մեր արձագանքը, այսինքն իրենց արձագանքը շատ խիստ է լինելու։ Ինչ համար չգաք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգից դուրս բերելու, ինչպես նաև սակարկման համար։ Լուրջ, ես պիտի այդ հիմարությունը բարձաբանեմ։ Կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել եւ իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նախագահի կողմից Եվ երբ որ գիտեք մարդիկ, որոնք ուղղակի մատին չեն դրել այս հարցերի համար, կստացվի իշխանությունների մոտ նաեւ այս կարմիր գիծը անցնել։ Ընդհանրապես եւ այդ ուղղությամբ ջանքերը եւ ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել։ Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ Նախագահ Փաշինյանը դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այլելը եւ դա սադրիչ քայլ է համարում, ինչպես է գնահատում այդ արձագանքը։ Ես դες հիշեցնեմ 15 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ, արտգործնախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ կիրառել են թե ոչ։ Ուղղակի ամոթ է այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն խոսալու։ Խոսնավարում կրակոցները Նիկոլ Փաշինյանը կապել էր հենց դրոշների այրման հետ։ Այդ կրակոցները թշնամու են։ Մեկ ամիսա պատրաստվում են, հա, այդ որ դրոշերը պիտի այրվեն եւ մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին, հա։ Իրականացնում այդ լավ աբսուրդների դաշ չմտնենք էլ։ Պարոն նախագահ, երկակի ստանդարտների մասին խոսեցիք, երկակի ընկալումներ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ։ Ինչ տեսակետ ունեք այս փաստաթղթի առնչությամբ, ինչ պիտի արվի դրա հետ։ Մի քիչ շատ խորացանք, ես ձեզ խոստանում եմ եւս մեկ մեծ մամուլի ասուլիս կանեմ կամ կհանդիպեմ լարագորոպների հետ եւ բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ։ Դա արդեն մտնում ենք ավելի շատ մի քիչ ներքաղաքականի մեջ, այո, ճիշտ է, ասում փող կապացված են, բայց չեմ կարծում, որ սա այնտեղն է, որտեղ ուղղակի ոտի վրա պետք է փորձել բոլոր հարցերը շոշափել։ Շնորհակալություն ձեզ։ Փաշինյանին փողոցի միջոցով Շնորհակալություն։ Օրվա հետ կապված նախձերուներ ձեւ։ Գիտեք, ուղերձ ես կապեմ միգուցե վերջի այս մի քանի տարվա հետ փաստորեն կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ եւ այս իշխանությունը այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի process է վերածել։ Անընդհատ շարունակաբար ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում։ Անընդհատ ինչ որ բան զիջել, բան տալ, բանից հրաժարվել, ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։
իսկապես շատ ծանր եւ մաշեցնող։ Եվ միգուցե նաեւ այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ շատերի մոտ։ Պարոն Քոչարյան, երեք Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովում ճապասուրիստերի ժամանակ ցեղասպանությանն եմ անդրադառնում։ Ասեց մոտիկ չգաք ցեղասպանության թեմային ու չփորձեք դիվիդենտներ շահել։ Մեր արձագանքը, այսինքն իրենց արձագանքը շատ խիստ է լինելու։ Ինչ համար չգաք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգից դուրս բերելու, ինչպես նաև սակարկման համար։ Լուրջ, ես պիտի այդ հիմարությունը բարձաբանեմ։ Կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել եւ իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներ են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նախագահանի կողմից Եվ երբ որ գիտեք մարդիկ, որոնք ուղղակի մատին չեն դրել այս հարցերի համար, Կստացվի իշխանությունների մոտ նաև այս կարմիր գիծը անցնել։ Ընդհանրապես եւ այդ ուղղությամբ ջանքերը եւ ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել։ Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ Նախագահ Փաշինյանը դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այրելը եւ դա սադրիչ քայլ է համարում։ Եվ Խոսնավարում կրակոցները Ես դες հիշեցնեմ 15 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ, արտգործնախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ կիրառել են թե ոչ։ Ուղղակի ամոթ է այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն խոսալու։ Խոսնավարում կրակոցները Նիկոլ Փաշինյանը կապել էր հենց դրոշների այրման հետ։ Այդ կրակոցները թշնամու Մեկ ամիսա պատրաստվում են, հա, այդ որ դրոշերը պիտի այրվեն եւ մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին, հա։ Իրականացնում այդ լավ աբսուրդների դաշտ չմտնենք էլի։ Պարոն նախագահ, երկակի ստանդարտների մասին խոսեցիք, երկակի ընկալումներ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ։ Ինչ տեսակետ ունեք այս փաստաթղթի առնչությամբ, ինչ պիտի արվի դրա հետ։ Մի քիչ շատ խորացանք, ես ձեզ խոստանում եմ եւս մեկ մեծ մամուլի ասուլիս կանեմ կամ կհանդիպեմ լրագրողների հետ եւ բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ։ Դա արդեն մտնում ենք ավելի շատ մի քիչ ներքաղաքականի մեջ, այո, ճիշտ է, ասեմ փող կապացված են, բայց չեմ կարծում, որ սա այնտեղն է, որտեղ ուղղակի ոտի վրա պետք է փորձել բոլոր հարցերը շոշափել, ուղղակի։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեզ, Փաշինյանին փողոցի միջոցով վերացնելու։ շնորհակալություն։